Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Պողոսյան, Սամվել Կարապետյանի գործը շատ խոսվեց այդ մասին, հարց եղավ, բայց այդուհանդերձ ինձ հետաքրքիր է, որպես քննչականի ղեկավար, դուք օրինակ իմ ձևով արտահայտության մեջ ինչ եք տեսել եւ մինչեւ հիմա ինչ եք փնտրում այդ արտահայտության տակ, որ այդ մարդը դեռևս շարունակում է կալանավորված մնալ։ Մենք ինչ տեսել ենք կոնկրետ հանցակազմի տիրույթում արտացոլված է մեղադրանքի մեջ եւ ավել մեկնաբանություն չեմ կարող տալ։ Ինչ է, այսինքն մեր դերով ինչ է։ Արտացոլված է մեղադրանքի փաստական նկարագրության մեջ եւ վերջնական իրավական գնահատական տրված է։ Այս ձևով այլ մեկնաբանություն չունի։ Այսինքն չի գրի դատարան, եթե վերջնական տրված է, եթե դուք արդեն դա ապացուցել եք, որ իշխանությունը զավթելու կոչա, եկեղեցին պաշտպանելու մեկնաբանությունը, ինչի գործը չեք ուղարկում դատարան, առանձնացնեք ուղարկեք ինչպես բազմաթիվ գործեր եք ուղարկում։ Այդ հարցին պատասխանեցի արդեն, ազգային ժողովի պատգամավորներից ինձ այդ հարցը տվեցին, որովհետև նախաքննություն է կատարվում, երբ որ նախաքննությունը կավարտվի, կլուծենք քրեական վարույթի ելքը։ Պարոն Պողոսյան, ես շարունակում եմ պնդել, մեր ձևով ինչպես է ստացվել, որ իշխանության զավթում են համարվել իրավապահ համակարգի կողմից։ Այսինքն մեր ձևով մարդը կարող է գնալ պատահածների մասնակցել, մոմ վառել, այսինքն մեր ձևով ինչու դուք մեր ձևով համարեցիք, որ իշխանություն է ուզում զավթել։ Որովհետև մենք տվեցինք իրավական գնահատական եւ համարեցինք, որ դա ենթադրաբար հանցավոր դրսևորում է։ Դրա վրա ինչպես մի հայտարարությունները, որ անմիջապես հետո Խնդրեմ հերթով տվեք էլի հարցը։ Facebook-յան գրառումներն է, որ ինքը ուղղորդեց եւ իրավապահ համակարգը ինչ ուղղորդումներ եղավ, որ դուք մեր ձևով տակ միանգամից հասկացաք իսկ իշխանության։ Դուք հարցը տալիս եք, դուք պատասխանը լսում եք։ Ես լսում եմ։ Պարոն Պողոսյան, ավելի հստակ Փաշինյանը ասում էր հոգեվորականների բարեգործներին շատ եք մոտիկ կանգնած ու շատ եք բարձր զորում, շատ բարձր եք։ Հա լավ։ Եկեք հերթով տանք էլի։ Ես արդեն նշեցի, մեղադրանք առաջադրել ենք, մեղադրանքի փաստական նկարագրության մեջ արտացոլված է, թե հանցակազմի էությունը ինչումն է եւ տրված է դրա իրավաբանական որակումը։ Հիմա դրանից ավել դուք ինձ հիմա մեղադրանքի էությունը ասում եք պարզաբանի։ Մեղադրանքի մեջ ամեն ինչ արտացոլված է։ Հիմա որ մենք ասել ենք դեզնից հարցազրույց վերցնելու, դա էլ է հանցագործություն։ Ձեր պաշտոնի նկատմամբ։ Հիմա մենք ասում ենք մեր ձևով դեզնից հարցազրույց ենք վերցնելու։ Մեզ էլ եք։ Դուք ով եք։ Ես լրագրող եմ։ Հա։ Ըստ ձեզ դա բավարար է։ Դե հիմա նույնն է ասել եք։ Հարգելի լրագրող, հիմա ես հարցազրույց է տվել, դուք այդ մարդուն կալանավորել եք։ Հարգելի լրագրող, դե լսեք ձեր հարցը տվեցիք, լսեք։ Սա կապված է սուբյեկտը, իրադրությունը, խոսքերը, մեր ունեցած տեղեկությունները, բազմաթիվ գործոններ կան։ Հիմա դուք ինձ անեցին հարց եք։ Ներողություն, պարոն Պողոսյան, մի րոպե էլի հաշվի առել եք, մի րոպե։ Թույլ տվեք ձեր հարցին էլ չպատասխանեմ, որովհետև երազ տեսնելով երազը մենք չենք տեսնում։ Մի րոպե, պարոն Պողոսյան։ Չէ, նման բան չկա, սիմպաթիաների հարց չի ստե։ Ինչի հարց է, ուզում ենք Դե հիմա երկուսության ավերածում։ Պարոն Պողոսյան, ներողություն, հաշվի առնվել է Սամվել Կարապետյանի օրինակ Ռուսաստանում ապրելը, նրա կապերը, նրա դրամական միջոցները, այսինքն այս ամենը հաշվի առնվել է։ Նարեկ ջան, բերեք, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում, դուք ձեր հարցադրումներն այնպեսին են, որին պատասխանելու համար եւ ստիպված եմ լինելու գործի որոշակի փաստական տվյալներ մեջ բերեմ։ Թույլ տվեք այդ հարցին չանդրադառնամ, որովհետեւ գործը նախաքննության փուլում է գտնվում։ Երբ որ մենք գործը ավարտենք, ապացույցները արդեն ձեռք բերենք, գործը գնա դատական վախճան ունենա, դուք բոլորը հնարավորություն կունենաք հրապարակային դատաքննության ընթացքում այդ բոլոր ապացույցների հետազոտմանը ներկա գտնվեք։ Հույս ունեմ, որ նաև նիստերը դռնփաց կլինեն եւ այլն, բայց նույնիսկ այս պահին, Նարեկ ջան, ես որպես իրավաբան եւ այլն, ես հիմա մեղադրանք առաջադրել եմ անցի որոշակի հոդվածներով, որոշակի արարքով, դա դեռևս չի նշանակում վերջնական դատավճիռ։ Այսինքն հնարավոր է քրեական դատավարության նախաքննությունը ինքը պրոցես է,
Հնարավոր արարքի իրավական գնահատականը փոխվի, հնարավոր մեղադրանքից որոշ մասեր հաստատվի կամ չհաստատվի, հնարավոր է նույնիսկ օրինակ ունեցել ենք դեպքեր, օրինակ երբ որ մեղադրյալ ենք ներգրավել եւ գործը դատարան չենք ուղարկի, այսինքն քրեական հետապնդումը դադարեցնելու գործիքակազմը դրա համար է։ Հիմա դուք այնպեսի հարցեր եք բարձրացնում, որ ես հիմա այս փուլում չեմ կարող, ես կարող եմ միայն փաստել, որ կա մեղադրյալ, կա ընտրված խափան միջոց եւ գործը գտնվում է նախաքննության փուլում։ Թե հետագայում ինչ ելք ունենա, դա պարզ կլինի կապված քրեական վարույթով ձեռբերված ապացույցներից։